ճիշտ է, ես էլ եմ մտքի, որպես մի երկու փաստեր ուղղակի կողքից տորից ուզում եմ ասել, որ ուրեմն պատկերացրեք, հարկադիր կատարման ծառայությունում գտնվում է 265 գործ 171 միլիոն դրամի, որից հետ է կանչվել 35 գործ, 35 միլիոն դրամ հետ է կանչվել, այսինքն եթե գումարները ծախսե քաղաքապետարանը ու ներկայացրել է դատարան, դրանից հետո ինքը հսկայական գումարներ է ուծել դատարանին, ու նորից հետ է վերցրել, դուք պատկերացնում եք, թե դա ինչ է նշանակում, ու հիմա բացի դրանից 117 միլիոնի 15 թվականից գործեր կա հարկադիր կատարման ծառայությունում 117 միլիոնի, քաղաքապետարանը բանի տեղ չի տել, այդպես հանդերձության մատված գնացել մնացել է, այսինքն հիմա մենք եկել ենք այս գործերը բոլորը անում ենք, զբաղվում ենք չհաշված մարդիկ կան, որ 8 միլիոն, 12 միլիոն, 14 միլիոն, 3 միլիոն, 5 միլիոն, մոտիկ չեն գնացել, ոչ գումարները գանձել են, ոչ դրել են, ոչ վերցրել են։ Խորանում եմ ինչ է պատճառը, դե մոտիկ են եղել, կարող են ընտրություններին ինձի դեմ լինեին, այդպիսի խոսակցություններ, այդպիսի բաներ, ու հետո դիտավորյալ ստվեր են ստեղծել, որ այդ ստվերի մեջ միայն ուրեմն երկու բան կա։ Ամենաառաջինը ստվեր, ուրիշ ոչ մի բան։ Միայն որպեսզի կարողանան խաղան աշխատել բանես կոմիտեը։ Հիմա այստեղ միայն թվերը, որ նայում ենք, աղաղակող է, ուրեմն բաժինները ձեզ ասեմ, որ իմ գլխավորությամբ, այսպես եզան լուծ ասեմ, հավատացեք եզան լուծ, այդ ձևի աշխատում է քաղաքապետարանը, այդ ձևի, բարձրաձայնում եմ, որ գիտեմ եմ։ Ճիշտ ասած, քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մնացածն ես, մեղայացում հանդարց գրուպ բոլան չհամարեք, բայց իրոք հավատացեք այդպես։ Ամենակարևորը շեշտենք, պարոն քաղաքապետ, որ այստեղ մենք նախատեսել ենք 30% աշխատավարձի բարձրացում համայնքապետարանի եւ բոլոր հողակների համար։ Մենք այս ամեն ինչի նկատի ունենալով պատկերացրեք 550 միլիոն ապարտ ընդգրկել ենք բյուջեի մեջ, 550 միլիոն ապարտ։ Ես հիմա այդ սկզբունքով է քաղաքապետարան աշխատել։ Հիմա ինչ որ դուք հաստատում եք, դա իմ գործունեությունը դրանով չի սահմանափակվելու, մենք ավելի շատ ենք հավաքագրելու եւ դրա համար ես մոտավորապես 88 թվականից հետո ես չեմ տեսել մի քաղաքապետարան կամ ասենք պետական կառույց, որ 30% աշխատավարձի բարձրացում լինի։ Սա առաջի դեպքն է, հավանական է Հայաստանի Հանրապետությունում, որ 30% աշխատավարձի բարձրացում է նախատեսել։ Բացի 30%-ից, հաջորդ տարի եւս 20-ը անպայման անելու ենք, եթե ոչ ավել։ Այսինքն, քարոզարշավի ժամանակ, որ ասում էի 50% անպայման աշխատողների աշխատավարձը բարձրանալու է, դա հստակ, գիտեցեք, հսկայական գումարների մասին է խոսքը, եւ մենք դա կարող ենք անել ու ստանձնել ենք գիտակցաբար ստանձնել ենք այդ պարտականությունը։ Այստեղ ամենակարևորը սա է։ Ուրեմն մոծելու է Ղուկասյան Գևորգը, Ղուկասյան Վարդանը։ Հետո այստեղ քաղաքում մի հատ անուն չպիտի լինի, որ հանդարtsակի ես չկարողանամ իրանից գումար վերցնել։ Այդպիսի մարդ չկա, էլի, որ քաղաքի գումարները չբերի տա։ Միայն կարող է այն մարդը գումարների հետ կապված խնդիր ունենա, որ ասենք պատերազմի զավակը մահացել է կամ հայրը կամ ընտանիքը վատ վիճակի մեջ է, մենք միասին կբերենք, կքննարկենք։ Բայց այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն, բոլորը պետք է գումարները ուզեն։ Բոլորը անխտիր սկսում ենք իմ ազգանունից ու գնում ենք մնացածի հետևից։ Այս սկզբունքը կիրառելու է։ Ես հիմա ասել եմ քաղաքապետարանի ամբողջ աշխատողների աշխատավարձը, որ տալիս ենք, իրանցից սկսում ենք իրենցից։ Գույկահարկ, օղիհարկ, տուրկեր, աղբիվարձ, ուրեմն իրենցից իրենք մեկից աշխատավարձը ստանալուց սկսում են մուծել։ Իրենց պարտքը իրենք կատարում են։ Նայում եմ հսկայական աշխատողներ, գումարները հսկայական ծառացած է քաղաքապետարանի դիմաց, այսինքն օգնելու են բաժնապետին։ Մի խոսքով, ես լավ կլինի, որ հարց ու պատասխան